Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր հյուրընկալել եմ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան խորհրդատու Աննա Բադալյանին։ Բարի գալուստ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Մենք հաճախ ենք լսում, երբ ասում են խոսքը ուժ ունի, եւ նաեւ հաճախ տեսնում ենք, որ իսկապես խոսքը ուժ ունի, եւ սա բացառապես այսպես միստիկ դաշտում չէ եւ ինքնախապեյություն չէ, այլ իսկապես արդեն ապացուցված է, որ ամեն բան ինչ որ մենք ասում ենք, ի վերջո 1 օր, 2 օր, 1 ամիս հետո միևնույն է հետ է գալիս։ Հոգեբանորեն ինչպես է սա աշխատում։ Ընդհանրապես հոգեբանության մեջ եթե անդրադառնանք այդ թեմային, պետք է հաշվի առնենք, որ խոսքը եւ խոսքի հարալեզվական միջոցները ստեղծում են վարք, ստեղծում են բնավորություն, ստեղծում են ինչ-որ իրավիճակ, մթնոլորտ, որի մեջ մենք ենք։ Մարտարարածը ինքը դուրս է, ինչպես ասում է ժողովուրդը դուրս է գալիս իր լեզվից, կարծես այդ ամենը պարուրում է իրեն։ Արդյունքում, եթե մենք մշտապես դժգոհ ենք, ապա մենք ունենում ենք դժգոհ վարք, ունենում ենք ոչ կայացած ինչ-որ այսպես է գործնական էտապներ եւ այլն, բայց այստեղից ամենացավալին երևի նա է, երբ որ մարդիկ չարախոսում են ու արդյունքում ստացվում է, որ մի օր բումերանգի էֆեկտն աշխատում է ու դա վերադառնում է իրենց։ Ու մեկ էլ մտածում են, իսկ ես ինչ եմ արել, ինչի համար։ Այնպես որ նույնիսկ ավելին ասեմ, շատ հաճախ խոսքի այսպես է, ուժի արդյունքում մենք ունենք նաև պսիխոսոմատիկ հիվանդություններ, հոգեսոմատիկ հիվանդություններ, որոնք հստակ ապացուցված է, որ դրանք մեր հոգեբանական, այսպես մտքերի, հոգեբանական մտածելակերպի, խոսքի, վարքի արդյունք է։ Այսինքն այս դեպքում ճիշտ կլինի ասել, որ ոչ թե ինչ եմ արել, այլ ինչ եմ ասել։ Ինչ եմ ասել, իհարկե։ Ինչ եմ ասել, արդյոք ես իմ ասածին մինչև վերջ հավատացել եմ, արդյոք իմ ասածը եղել է եւ գիտակցական եւ ենթագիտակցական ոլորտի այսպես ամբողջություն, որը դուրս է եկել, ասենք իմ, այսպես որպես դրսևորում ու դարձել է իմ վարքը, դարձել է իմ առօրյան։ Բնականաբար այո։ Իսկ մեր մտքերի մասին ինչ կասեք, որովհետև մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք, չէ, բայց երբեմն լինում է, չէ, դեպքեր, երբ ուղղակի առանց մտածելու ասում ենք, հետո իհարկե նաև զղջում ենք ասածի համար, բայց արդեն ասել ենք։ Որքանով է խոսքը, միտքը, այս ամբողջ համակեցությունը, հա, միասին աշխատում ի շահ կամ ի դեմ մեզ։ Ընդհանրապես խոսք, միտք, տեսողական ընկալում, լսողական ընկալում, դրանք այսպես մի ամբողջ է, ամբողջ դիեզերական, այսպես ասեմ, ձգողականության ուժ ունեցող հոգեբանական երևույթ է, որի հետևանքները մենք կրում ենք եւ թե դրական, եւ թե բացասական։ Եթե զղջում եք նույնիսկ բարոյագիտության մեջ այսպիսի օրենք կա, չէ, երբ որ ասում են բարոյական է, անբարոյական է օրինակի համար, բարոյական եւ ոչ բարոյական ներողություն, բարոյական է, անբարոյական եւ ոչ բարոյական։ Եվ ոչ բարոյականը նա է, երբ որ մենք հասկանում ենք, հետո գիտակցում ենք, հա, հետո ուզում ենք շտկել ինչ որ բաներ։ Նույնն էլ հոգեբանության մեջ, երբ որ մենք հասկանում ենք, ուզում ենք շտկել, մենք դա մեզ համար ստեղծում է որպես այսպես տրավմայի ճանապարհ, հա։ Մենք գիտակցում ենք սխալը, ուզում ենք շտկել, վեր ենք անում մեր կամային ուժերը, մեր պահեստային ուժերը, մենք առաջ են գնում, բայց այդ միտքը մեր, որպեսզի շտկենք, նոր միտք ստանանք, որը դառնա նոր վարքի դրսևորում, մեր ժամանակ է պետք եւ հոգեկան ուժ է պետք, որպեսզի կարողանանք հաղթահարել։ Արդյոք այս մտքի, խոսքի, հա, ձևավորման մեջ նշանակություն ունի նաև էթնոսը, մեր հասարակությունը, այն վայրը, որտեղ մենք ապրում ենք եւ այլն, հա, որովհետեւ մենք լավ գիտենք, չէ, ասում ենք, օրինակ, այս ազգերը ավելի լավատես են, մյուս ազգերը այսպեսի նաև տարանջատում ենք անում, ավելի հոռետես են եւ այլն։ Մենք որպես հայ մարդ, հա, ինչպիսին ենք ըստ հոգեբանության, հա, եթե նայելու լինենք։ Իհարկե, էթնիկ հոգեբանությունը այսպես ուժեղ խաչաձև կապված է նաև լեզվամտածողության հետ։ Եթե նայենք ինչպես կարող ենք որակել լեզվի խոսքի ուժը, ինչքան օրհնանք ունենք, լավ բաներ ասենք, հա, նորածնի համար, նորաստեղծ ընտանիքի համար, մարդու բարգավաճման համար, առողջության համար, ինչքան աղոթքներ ունենք, ինչքան օրհնանքներ ունենք։ Եվ ինչքան անեծքներ ունենք, դրանք են, հա, շատ հաճախ հենց դրանք են, կարծես այսպես պարփակում են մարդու ինքն իրեն արարելու ուժը, նույնիսկ ոչ թե նրան ում անիծում է, ես նույնիսկ X եմ վատ զգում դրա մասին խոսելու, բայց ում ոչ թե ինքն իրեն, ով այդ անեծքը ում լեզվի շուրթերից դուրս եկավ։
Իսկ մենք ունենք ցավոք։ Հա, ու այնպես նույնիսկ սարսափելի անձներ։ Հա, բան են ու դրանք նաև չպետք է մոռանանք, որ մեծ դեր է խաղում նաև բանահյուսությունը, այնտեղ մենք եթե նայենք, հա մի քիչ դաժան կետեր էլ կան բանահյուսության մեջ, նույն եթե Սասունցի Դավիթ էպոսը նայենք ինչպես են վարվում են ասենք Կոսբադինի հետ, գլուխ ջարդել, ատամները գլխին եւ այլն, չեմ ուզում դրանց անդրադառնալ, կամ Դավթի անեծքը որդուն եւ այլն, այսինքն կա, դա մեր էության մեջ կա։ Նույնիսկ անեծքներ կան, որ մենք դա օգտագործում ենք որպես օրհնություն։ Ասում եմ դրանով մենք լավ ենք ասում։ Խոսքի բան, չէ, կարծես հումորով մեկ ասում է չունենամ քեզ, բայց լավ է, հա, ընկերներ են, իրար գնալդ լինի, գալդ չլինի։ Իբրև թե լավ բան ենք ուզում ասած լինենք, բայց այդքան էլ տեղին չի լինում, հետո զարմանում ենք, թե ինչու այդպես եղավ, եւ ամենասարսափելին այն է, որ նման արտահայտություններ անում են ծնողներ իրենց երեխաներին։ Հա։ Ես վերջերս նույնիսկ լսեցի մի մայրիկ երեխային դրսում իբրև ուզում էր կոմպլիմենտ աներ, հաճախոսություն աներ, ասում թողեմ գլուխդ, ինչքան լավն ես։ Հա։ Հիմա ուզում եմ հասկանամ, ինչքան լավն ես, թե թաղեմ գլուխդ։ Կամ ասում եմ մեռնեմ քեզ։ Եկեք ճիշտ նայենք, հա, ցավը տանեմ։ Հա, ցավը տանելը ինչ որ միտեղ, հա, բան չունեմ ասելու, դա ծնողի երևի Ջանիդ մեռնեմ։ Հա, ծնողի այդ ջերմ սերն է իր որդու դստեր հանդեպ, որ ուզում է վերցնի, դա բայց երբ որ ասում եմ մեռնեմ քեզ, ինչի համար, եթե չապրես։ Հա, դրանք շատ կարևոր բաներ են, որ մի գուցե քո համար։ Հա, բայց ամենա, չգիտեմ ինձ համար որպես ասենք ուսումնասիրության արդյունքում ամենայսպես ազդեցիկը նա է, որ չունենամ քեզը։ Գիտեք, նույնիսկ այդ ամենը նաև անունների մեջ էլ է դրսևորում, հա, երբ որ ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, ոչ մեկին չեմ ուզում նեղացնել անունների հետ կապված, բայց եթե մի քիչ աղջիկների շարքը շատ ալնում, մեկ էլ որոշում եմ, որ վերջին աղջկանունը դնեմ բավական, հերիքնաս, չգիտեմ, այս կարգի։ Ուրիշ բան, եթե դա տատիկի անունն է, երեխան վերցնում է, ես դրա հետ կապված ոչինչ չունեմ ասելու, բայց երբ որ մարդու էությունն եք ոչնչացնում, իհարկե ինձ թողներ են այդ անուն կրողները, ես ամենևին այսպես, ես նկատի ունեմ գործողությունը, որի արդյունքում կարող է իրենց հետ ամենևին էլ դա չէ։ Իսկ ինչ վերաբերվում է խոսքին եւ խոսքի հարալեզվական միջոցներին, որոնք շատ կարեւոր են հասարակության մեջ, շատ կարեւոր է ընդհանրապես մարդկային փոխհարաբերությունների մեջ, որպեսզի եւ շահես եւ դրական ցանկացած գործնական, այսպես է, խոսքը արարում է, խոսքը ոչնչացնում է, ինչ որ հեծանիվ չհորինեցի այդ առումով, ու շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ճիշտ օգտագործել խոսքը, ճիշտ կարողանանք ներկայացնել, ճիշտ կարողանանք մեր խոսքը հասցնել, ասենք դիմացինին, իհարկե, ես չեմ ասում ոսկե, իհարկե շատ լավ կնի ոսկեղենիկ հայերենով, բայց ամեն դեպքում առօրյական, այսպես օգտագործենք մեր բանահյուսությունից դրական, այսպես օրհնանքները, դրանք խարիզմատիկ են դարձնում խոսքը, ու դիմացինը դրանից ավելի իրեն լավ է զգում, կարծես ու ավելի վստահելի է լինում։ Մի էսպիսի խոսք էլ կա, չէ, ասում են, շատ հաճախ ենք լսում, ասում ենք, բերանը բացեց, շատ գեղեցկացավ, հա, այսպիսի արտահայտություն ունեն, որովհետև այո, երբեմն լինում է շատ գեղեցիկ արտաքինով երիտասարդ աղջիկ կամ տղա, մեր ժողովուրդը նաև խոսք ունի, չէ, ասում են չուտես չխմես, միայն նայես, բայց հենց բերանը բացում է ու սկսում է խոսել, իր ամբողջ գեղեցկությունը իջիքս է լինում։ Եվ հակառակը կան ոչ արտաքնապես այդ փայլող երիտասարդներ, բայց երբ սկսում են խոսել, ուղղակի հաճույք է ստանում եւ միանգամից մարդն աչքի դառնում է շատ վայելչակազ, վայելչագեղ, շատ հաճելի ու կարծես գեղեցկանա մարդ է եւ իզուր չեմ որ ասում է ժողովուրդը, որ բերանից դուրս եկածն է մարդուն գեղեցկացնում կամ բարձրապես հակառակը։ Իսկ ինչպես անենք, որ այդ մարդը ոչ միայն ունեն արտաքին գեղեցիկ տվյալներ, նաև խոսքով ներաշխարհով ինքը գեղեցիկ լինի, այդպես ծնվում է թե դառնում է։ Դառնում են, կարող է լինի ժառանգական գործոն, բայց ավելի շատ դառնում են, որտեվ եթե ընտանիքում լսում է հարազատների խոսքը, այսպես, հա, որ կարևորում են յուրաքանչյուր խոսք, բարի դրացիական հարաբերություններ, մթնոլորտը գեղեցիկի հետ կապված, բայց նաև մենք կարող ենք այդպեսին դարձնել։ Ամենապրիմիտիվ տարբերակները հենց հեքիաթներն են, եկեք
անդրադառնանք Շարլ Պերոյի հեքիաթներին, կախարդուհին հեքիաթը ինչ է ասում։ Այնտեղ ամենևին նրանից չէ, որ աղջկա բերանից դուրս են գալիս կարիճներ, օձեր եւ մյուսինը մարգարիտներ եւ վարդեր։ Այստեղ նկատի ունի Պերոն խոսքի արվեստը, մշակույթը, այսինքն այնքան գեղեցիկ է խոսում, այնքան բարի է, նրա բերանից շուրթերից օրհնանք է դուրս գալիս։ Արդյունքում այդ ամենը պարուրում է իրեն։ Գիտեք, երբ որ մենք գեղեցիկ խոսում ենք, այդ արդեն մի քիչ կարող է էզոթերիկ ինչ-որ բաներին անդրադառնամ, բայց տիեզերական էսպես վերադառնում է, մեզ բնականաբար դա վերադառնում է։ Ու ինչքան գեղեցիկ, ինչքան լավ, ինչքան բարեհամբույր, ինչքան խոսքի հարալեզվական միջոցների կիրառում, ինչքան ձայնային երանգների, մենք կլինենք ավելի լավ էսպես, ոչ թե հաճելի զրուցակից, գոնե։ Խոսքի հմտություններին տիրապետելը կարծում եմ նաև շատ կարևոր է գործնական հարաբերություններում, որովհետև յուրաքանչյուր գործատու ուզում է ունենալ նաև այնպիսի աշխատող եւ բացարձակ կարևոր չէ թե գործատուն սպասարկման ոլորտից է թե ոչ, այսինքն ուղիղ եւ անմիջական ունի հարաբերություններ հաճախորդների հետ թե ոչ, ցանկացած գործատուի համար հաճելի է նաև որ իր աշխատակիցը ունենա գեղեցիկ խոսք։ Եվ այս գեղեցիկ խոսքը ուզում եմ ասել, որ ինչպես դուք նշեցիք, ոսկեղենիկ հայերենով խոսելու հմտությունը չէ։ Մարդ կարող է նույնիսկ բարբառով խոսել, բայց այնքան համեղ խոսի, այնքան գեղեցիկ խոսի, որ ուղղակի հաճույք ստանաս այդ մարդու հետ խոսելիս։ Այս դեպքում ինչ խորհուրդներ կարող եք առանձնացնել։ Գեղեցիկ խոսելը շատ կարևոր է։ Գեղեցիկ խոսելը առաջնային է, բայց այդ ամենը պետք է լինի բնական, ոչ արհեստական, որովհետև երբ որ շինծու փորձում ես ինչ-որ բաներ կիրառել եւ այլն, ասենք խոսքային այդ հմտությունները դրսևորելու դեպքում, ապա միջապես դա երևում է դա տհաճ է։ Եվ դա տհաճ է, ավելի տհաճ, քան եթե գեղեցիկ չխոսեիր։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է, դրա մասին էլ կասեմ, մյուս կարևոր օղակը, որը տանում է, դա նաև լսելու ունակությունն է։ Գործնական հարաբերությունների մոտ շատ կարևոր է նաև լսելը, ունակություն ունենալ, այո, դա բացի մեծ հմտություններից, ունակություն ֆիզիոլոգիական, այսպես չգիտեմ, հոգեբանական ունակություն ունենալ լսելու։ Հիմա խոսքի հետ կապված, այս էլ կարելի է շտկել, ոչ միայն կարելի է շտկել, ասենք ուղղակի անուղղակի ընտանիքում, դպրոցում, դրսում, բայց նաև կարելի է շտկել զուտ, ասենք մասնագետի մոտ աջակցելով, հա, որպեսզի երեխան կարողանա զարգացնի իր հմտությունները ճիշտ, այսպես դիալոգների, երկխոսությունների դեպքում իրեն կարողանա ճիշտ դրսևորի, շատ հաճախ, երբ որ չեն կարողանում ճիշտ խոսել, դա հոգեբանական իր մեջ արմատել ունի, ինքը ընկճվում է ներքին տրավմա, կամ ասում սովորում եմ, գնում եմ, չեմ կարողանում ոչինչ ասել, արդյունքում նաև որ ներքին ինքնագնահատական է, ասենք մարդու ցածր է, ու ինքը արդյունքում պետք է կարողանա հաղթահարել իրեն այս ներքին կոնֆլիկտը, դա շատ կարևոր է, երբ որ ներքին կոնֆլիկտը հաղթահարում ես, կարծես ավելի ազատ ես լինում, խոսքի մեջ, լսելու մեջ հանգիստ ես լինում, ունակ ես լինում լսելու, ամենակարևորը դա է, երբ որ դա կարողացավ, արդեն անցնում է այսպես որոշակի հմտությունների, ինչպես կարողանա ինքը վերցնի լսարանը իր ձեռքը, դա շատ կարևոր է, այստեղ կարևոր է ձայնի ելևէջների մշակելը, այստեղ կարևոր է ճիշտ պահին, ճիշտ խոսք ասելը, լակոնիկ լինելը, որովհետև շատ կարևոր է, չէ՞ սա։ Իհարկե, որովհետև երբ որ մարդը սկսում է երկար-բարակ խոսել, մոռանում ենք սկզբից ինչ է, էլ չենք էլ լսում։ Իսկ լակոնիզմի խոսքի մեջ դա ամենակարևորն է, կարճ, կոնկրետ, նպատակային, ճիշտ ակցենտներով, իսկ դա ընդհանրապես հմտության հարց է։ Այնպես չի, որ մարդիկ այդպես ծնվում են։ Հմտություններ են, որոնց տիրապետում է, ու արդյունքում ստացվում է։ Իսկ ցանկացածը կարող է նաև սովորել։ Իհարկե, դա մարդու խարիզմայի մի մասն է, գեղեցիկ խոսելը, ճիշտ խոսելը, յուրահատուկ, այսպես շատ կարևոր է նաև ձայնային երանգները։ Շատ, ինչպես որ պահին ինչ երանգ կիրառես, հա։ Այստեղ մի փոքրիկ հմտություն էլ ասեմ, թողներեն ինձ իմ ուսանողների, երբ որ ես լսարանում եմ, լինում ուսանողները շատ են լինում։ Ես ունեմ մի ձայնային երանգ, որը պահում եմ միջին, որպեսզի ամբողջ լսարանը, ինչ որ այսպես ես ներողություն եմ ելի խնդրում, իրենց այսպես մանիպուլյացիայի չեմ ենթարկում, ուղղակի ասում եմ, որպեսզի իրանք լարվեն
ուշադրությունը կենտրոնանա, ուղղակի բախնել վերել է առարկան հետաքրքիր առարկա, իրանք կենտրոնանում են առարկայի վրա։ Դե ես լինելով ձեր ուսանողը դա կարող եմ փաստել, որ ձեր դասերին նույնիսկ այն ուսանողներն, ովքեր այդքան էլ մեծ սեր չունեին, հա, դասապրոցեսին մասնակցելու, իրենք կարող էին հատուկ ձեր դասին ներկա լինելու համար նորից վերադառնալ համալսարան, որպեսզի լսեին ձեզ։ Շնորհակալ եմ։ Իսկապես լավ էր ստացվում ձեզ մոտ, եւ եթե նույնիսկ դա մանիպուլյացիոն ինչ-որ քայլ էր, գործիք էր, ապա արդարացված էր, որտեղ դրանից միայն ուսանողներն էին շահում։ Այնպես որ լավ եք արել, շատ լավ եք արել, շարունակեք, շատ շնորհակալություն։ Շարունակեք նույն տեմպով։ Ընդհանրապես դարը այնպեսին է, ժամանակներն այնպեսին են, ռիթմը այնքան արագ է, որ ես էլի ուզում եմ վերադառնալ այսպես կարճ կոնկրետ հստակ խոսելուն, հա, որպեսզի այդ հմտությունները ինչքան արագ ձևավորվեն, այնքան ավելի հեշտ կլինի մարդուն հասարակության մեջ գործնական հարաբերությունների մեջ գոյություն ունի հազար ու մի ձև, ասենք բանակցություններ վարելու, բայց ամեն դեպքում կենտրոնական այսպես համարվում է գերմանական, որտեղ կա կարճ կոնկրետ նպատակային վերջ։ Դա ամենաօգտագործվողն է, ասենք հոգեբանների աշխատանքը այստեղ մեծ է, երբ որ կա նպատակ, կոնկրետ նպատակին են գնում, նպատակի ընթացքում այդ նաև կարողանում ենք հասկացնել շատ հաշվի առնելով մարդու հոգեբանական ընկալումները, պատկերացումները եւ այլն, պետք է դու ուսումնասիրես դիմացինին, որպեսզի կարողանաս ճիշտ կազմակերպես այդ բանակցությունները։ Ու արդյունքում կարողանում ես ազդել այն կետերի վրա, որը իրար համար շատ խոցելի չէ, այլ բյուրեղային է ու օգտակար է երկուստ է, արդյունքում ստանում ես արդյունքը, ոչ թե երկար-բարակ ինչ-որ բան ներկայացնել։ Հոգնածնելով։ Նաև գրելու համար է իհարկե սա նշված, բայց խոսքի համար եւս կարող ենք օգտագործել, ասում եմ ես այդքան ժամանակ չունեմ, որպեսզի կարճ գրեմ, նույնը նաև խոսքի համար կարող ենք օգտագործել։ Հոգեբանության մեջ գոյություն ունի այցետոմսի էֆեկտ։ Շատ կարևոր գործոն է, երբ որ մարդը կարողանում է, այստեղ ամբողջականություն է, հա, ձիրք կանգնելու խոսքի հարալեզվական միջոցներ, հայացք, հա, դիմախաղը այնտեղ նաև եւ վերջապես խոսքը շատ, որովհետեւ նախ պիտի հաշվի դա երկար խոսելու թեմա է, ուղղակի դա պետք է նաև հաշվի առնել դիմախաղը, խոսքի հարալեզվական միջոցների կարևոր գործոնն է դա, դե ժեստերը ձեռք, ասենք, ինչպես որ դեպքում ձեռքերը մեզ օգնում են, թե ընդհակառակը վնասում են եւ իհարկե խոսքը այսպես դրանք պետք է լինեն մեկ հարթության վրա ճաշակ իհարկե ճաշակ ինտելեկտուալ պաշար խոսքի հարալեզվական միջոցներ եւ լեզվական հմտություններ Դիմացինի հետ խոսելու ընթացքում աչքերի կոնտակտը ինչ նշանակություն ունի։ Մենք տեսնում ենք, չէ, երբ մարդիկ կան խոսելից բացարձակ չեն նայում երեսիդ, մարդիկ էլ կան այնքան ուղիղ են սևեռված նայում աչքերիդ մեջ, որ դու սկսում ես մտածել ինչ որ բան է փնտրում կամ ինչ որ բան է գտել, ինչ որ թերություն է ուզում ցույց տալ կամ ինչ որ բան է ուզում հասկացնել։ Լավ, ինչպես անենք, որ այդ աչքերի կոնտակտը իօգուտ մեզ աշխատի։ Այս պարագայում դուք երկու ծայրահեղություններ նկարագրեցիք ու շատ ճիշտ էր, իսկապես դրանք վնասական են, երբ որ մարդու հետ խոսում ես իր հայացքը չես կարողանում այսպես, հա, որսալ տեսնել նա ինչ է ուզում ասել եւ ընդհակառակը, այնպես ակնթեթ այսպես նայում ես, շփոթում ես։ Այստեղ ոսկե միջինը իսկապես երբ որ ասում են, հենց դա է պետք։ Նախ առաջինը, որպեսզի ունկնդիրը չհոգնի, հա, կարող է հայացքը այսպես սևեռել մեկ ուրիշ ուղղությամբ, բայց այնպես չէ, որ ես ձեզ չեմ լսում, հա, ու նորից վերադառնալ կոնտակտ աչք առ աչք։ Այս սա հենց ունկնդրի հետ փոխհարաբերությունների դեպքում ամենակարևոր գործոնն է։ Եվ շատ կարևոր է այստեղ նաև էլի ժեստը, խոսքի հարալեզվական միջոցները, ասենք, գիտեք, աչքը տեսողական ընկալումը ունի հոգնելու ունակություն, լսողական ընկալումը ականջը ունի հոգնելու ունակություն։ Երբ որ միատոն խոսում է անհատը մարդը, բնականաբար մենք արդեն իրեն սկսում ենք, կարծես թե լսում ենք, բայց չենք հասկանում, չենք ընկալում։ Կամ ասենք, եթե ակնթեթ նայում է, մենք տեսնում ենք, բայց չենք պատկերացնում։ Դրա համար ոսկե միջինը այստեղ իհարկե ամենակարևորն է, որ պետք է պահպանվի, ու արդյունքում ստացվում է այնպես, որ եւ միջին այսպես բանով ապահովել տեսողական ընկալումներ, ասենք, նայել, միասին այնպես անել, որ հայացքը մեկ ուրիշ ուղղությամբ, որպեսզի չհոգնի, կամ ձայնային երանգների փոփոխությունը արդյունքում ստացվում է, որ ասում են, այնքան լավ բան էր, զրուցակից էր, այնքան լավ ստացվեց։ Եվ ամենակարևորը լսելու ունակությունը։ Դա էլ է կարևոր։ Դա ինձ թվում է, որ հայերիս համար շատ կարևոր է, որ երեխաները նույնիսկ մանկապարտեզից սկսեն սովորել լսել,
մենք չենք կարողանում լսել դիմացին, սկսում ենք հոգնել։ Եվ սա եւ հարաբերությունների մեջ է, եւ բանակցությունների մեջ է, ցանկացած տեղ մենք չենք կարողանում լսել, ինչը իսկապես շատ է խանգարում եւ դժվարացնում մեր կյանքը։ Ցավը նրանում է, որ սա ընդհանրապես հմտություն ձեռք բերելու տարբերակ է։ Դա այնպես չի, որ ի ծնե կամ լինում է կամ չի լինում, չէ։ Այստեղ բացական չէ մարդիկ, որ ի ծնե ունենում են այդ հմտությունները։ Դե այդ դեպքում լսելու եւ լսելու եւ գեղեցիկ խոսելու։ Եվ դա լինում է, բայց դա ինքը վարք է, ձեռք է բերում։ Բայց դատավճիռ չէ, որ չունես։ Չէ, եթե չունես, դա ուղղակի հմտությունները կարող ես լցնել այդ, բացը լրացնել։ Դա շատ կարևոր է։ Գոնե գիր կարդալով։ Գիր կարդալով, երբ որ նայում ես, այդ պետք է լինեն երեխաներ, խոսում ենք երեխաների մոտ, սկսենք դասյարակել, դա փոքրուց, չէ։ Իրենք ունենում են էտալոնային ռեֆերենտային կերպարներ, որոնք իրենց համար կարևոր են անչափահասության տարիքում։ Եթե այդ մարդը լինի նա, ով լսում է իրեն, իր խոսքը, իրեն ընդունում է, արդյունքում ինքը վերադարձնում է, կհասկանա, որ դա պետք է նորմալ վարք է, ու դառնա իր վարքի դրսևորման ձևը։ Այնպես որ դրանք հմտություններ են, որոնք կարող ենք ձեռք բերել մեծ հաջողությամբ եւ կիրառել։ Այո, մնում է միայն ցանկությունը։ Մնացած բոլոր պարագաներում այս այն դեպքը չի, որ ասում են, չէ, բացառված է, հնարավոր չէ։ Հնարավոր է։ Իհարկե հնարավոր է եւ մեծ ցանկություն։ Հաղորդման սկզբում ամենասկիզբը, սկսեցինք նրանով, որ ասացինք խոսքը ուժ ունի։ Հետևաբար հիմա այս կարմիր գիծը պահելով, խնդրում եմ մի քանի կարևոր արտահայտություններ առանձնացնեք, որոնք յուրաքանչյուրս օրվա մեջ գոնե մեկ անգամ պետք է ասենք, որպեսզի եւ օրը, եւ կյանքը, եւ իրավիճակները մեզ ենթարկելու այսպես մակարդակի հասցնենք։ Նախ առաջինը արթնանալուց այդ բարի լույսը պետք է իսկապես բարի լույս լինի, ընկալումը, պատկերացումը, հա։ Ընտանիքում, գիտեք, սրանք մանրուքներ են, որ գեղեցկացնում են մեզ եւ մեր շրջապատը։ Միշտ մանրուքներ են որոշում։ Իհարկե, փոքրիկ իշխանից եկած, չէ՞, ու ամենակարևորն է, բարի լույսը պետք է իսկապես բարին, ավետող լույս լինի, ընտանիքի անդամներին, եթե տանը փոքրիկներ կան, ապա գրկելով, ջերմացնելով, իրենք էլ ոգևորվեն, որ լույսը բացվել է, իրենք լավ են զգում, եւ ամենակարևորը բնական ցանկացած իրավիճակ, եթե ձեզ դուր է եկել, դրա մասին արձագանքել։ Ցանկացած վայ ինչ լավ է, իսկապես այսօր աչիկներդ ինչ լավ փայլում են, ես օրինակ ինչքան լավատես է Տաթև, իրականությունն եմ ասում, ես չեմ ստում, ու դա երևի ունկնդիրներն էլ կտեսնեն, էլի, նմանատիպ երևույթները շատ լավ են, ու կամ ասենք, եթե դժվարությունները բոլորիս ուղեկից են եւ դժվարությունները բոլորիս ամրացնում են, ավելի դրանք չլինեին, չէինք գնահատի այն ինչ ունենք։ Իհարկե, եւ իմաստուն ենք դառնում, հա, իմաստուն ենք դառնում, հոգեբանորեն ավելի կայուն ենք դարձնում, այդ դժվարության դեպքում պետք չի ուղղակի ասել, հա կանցնի, չէ։ Ես կհաղթահարեմ, ես կգտնեմ ելքը իրավիճակից դուրս գալու, դրանք շատ կարևոր բաներ են, երբ որ ինքդ քո եսի հետ դիալոգի երկխոսության մեջ ես մտնում, հա, ես կհաղթահարեմ, կլինի, այ կարելի է գտնել ճանապարհները, ու ոչ թե դա պետք է ասվի, դրա հետ պետք է նաև նույն ձևով մտածել, այսպես հավատալ սեփական ուժերին եւ այն ամենին, ինչ որ ասում եւ գործողություն կիրառել, տնտեսագիտության մեջ գոյություն ունի սվոտ վերլուծություն, որը հոգեբաններից այսպես լավ վերցրել են տեղավորել տնտեսագիտության մեջ, երբ որ դու մտածում ես, սկսում ես երկխոսության մեջ մտնել քո ուժեղ կողմերի մեջ, թույլ կողմերի հետ, որ ուզում ես գտնել ինչ արդյունքներ կլինի ուժեղ կողմերից, այսինքն երբ որ դու խոսում ես դրա մասին, երբ որ դու վեր ես լուծում այդ ամենը, կարծես հետո դու ինքդ հավատում ես ներքին, ու արդյունքում ստացվում է, որ ասած խոսքդ, մտածած միտքդ դառնում են քեզ համար ուժ ունեցող, որպեսզի հաղթահարես ցանկացած իրավիճակ։ Այսինքն, այստեղ նորից գալիս ենք, գուցե ծեծված կթվա, բայց այն խոսքը, հա, որ չեմ կարող, չի լինի, չի ստացվում, սա ինձ համար չէ, ես դժբախտ եմ, նման արտահայտությունները տանում են նրան, որ մենք իրականում դառնում ենք հենց այդպիսին, ով չի կարող, իր մոտ չի ստացվի, ինքն իսկապես դժբախտ է եւ այլն։ Եվ լավ կլինի օրը յուրաքանչյուր։ Եվ նաեւ այստեղ շատ մի փոքր շեղվում եմ իհարկե, բայց շատ կարեւորում եմ շնորհակալություն։ Խնդրում եմ, ինչպես երեխաներին ենք սովորացնում հրաշք բառերը, բայց դրանք
իսկապես հրաշք բառեր են եւ ինչքան հաճելի է, չէ, երբ մեզ ասում են շնորհակալություն կամ ինչ որ բան անելիս ասում են խնդրում եմ, երբ ասում են խնդրում եմ, ել չես էլ կարողանում մերժել։ Իհարկե։ Եվ հակառակը շատ հաճելի է, երբ քեզ ասում են շնորհակալություն, պարզապես շնորհակալություն։ Բնականաբար այդ ամենը, գիտեք, նույնիսկ մեզ դարձնում է ավելի, մենք լավ ենք զգում, մեզ արարող ենք զգում ու շատ երբ որ մենք սկզբից հենց խոսեցինք ինչն է կարևոր, ինչը մեզ կարող է, պետք է հենց անդրադառնայինք նրան, որ այդ բանը, ինչպես ասեմ, փաթեթ չասեմ, բայց նվազագույն զամբյուղը գեղեցիկ խոսքերի պետք է դառնա բնական արտահայտելու միջոց ցանկացած փոքրիկի համար, ցանկացած յուրաքանչյուրի համար, իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր դժգոհում են, նրանք հենց իրենք են, ով գիտի իրենց ավելի լավ, քան հենց իրենք իրենց, չէ՞։ Բնականաբար, եթե դու ասեցիր, ես դժբախտ եմ, ուրեմն դու դժբախտ ես ու դա դառնում է քո մտածելակերպը, վարքի դրսևորման ձևը, արդյունքում դու դառնում ես իսկապես այդպիսին, դժգույն, մաշկը թե փոխվում, արտաքինը թե փոխվում, աչքերիդ փայլն է կորում, առաջանում այս հատվածում, ապրեք, եղեք, ուզում եք լինել երիտասարդ կյանքով լեցուն, հա, միշտ լավատես եղեք։ Ես չեմ ասում այսպես լավատես ու ոնց ձևական լավատես, այո, ուղղակի լավատես եղեք, հավատացեք ձեր ուժերին, հավատացեք այն ամենին, ինչը անում եք, հետո նաև պետք է մարդկային է ընդունենք, որ բաներ կան, որ մեզնից կախված չէ։ Ու դրա համար պետք չի ընկճվենք, որ մենք թույլ էինք, մենք չկարողացանք։ Այդ դա էլ է կարևոր առաջնայինի երկրորդայինից տարբերել։ Դրանք մեզ համար կարևոր են, բայց ինձանից կախված չէ, կամ միգուցե այս իրավիճակում դա պետք չէ լուծել, թողնենք հետոին։ Եթե կարողանանք հիմա անենք այն, ինչ որ ավելի կարևոր է, այդ դա էլ պետք է կարողանալ զատել։ Ասում են լավատեսներն են, չէ, երկիր-մոլորակը պտտում։ Բնականաբար։ Եվ իսկապես այդպես էլ կա։ Բնականաբար ու լավատեսությունը ոչ միայն այսպես ճառագայթներա ներքին երիտասարդության աղբյուր է, դա հիշեք։ Մի կոսմետոլոգ կար, շատ հետաքրքիր մեջբերում արեց, որ իրեն այցելող յուրաքանչյուր մարդու դեմքի կնճիռների քանակից եւ տեղակայումից հստակ երևում է, թե մարդն ինչպիսի բնույթ ունի, որովհետեւ անընդհատ ճպտացող մարդկանց կնճիռները լրիվ ուրիշ տեղում են հայտնվում, անընդհատ դժգոհները լրիվ ուրիշ հատվածում, անընդհատ զայրացածներին լրիվ ուրիշ հատվածում։ Այնպես որ բացարձակ ճիշտ է, ես իր հետ համաձայն եմ։ Այնպես որ աշխատենք, որ կնճիռները միայն շրթունքային հատվածում լինի, որտեղ շատ ճպտանք։ Շնորհակալ եմ շատ ներկայության համար, զրույցի համար, ասեմ շնորհակալություն, որպեսզի շնորհակալությունը նաև ինձ հետ վերադառնա։ Ես էլ շնորհակալ եմ, որ հիշել եք եւ հրավիրել եք։ Սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանդ խորհրդատու Աննա Բադալյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ցտեսություն։